Այսօր այս թեման պետք է Հայաստանում ընդհանրապես փակվի։ Ինչ թիմայից խոսալու եմ։ Ես մանրակրկիտ բացատրեմ, որ մինչ օրս նույնիսկ ոչ մի գեներալ չի կարող բացատրի ուղղակի իր սխալները մեղքը գցում է ինչ-որ կառավարության անդամների բանի վրա։ Ուրեմն ես Մկո Ալթունյանն եմ, ավարտել եմ Իջևանի համար 2-րդ միջնակարգ դպրոցը, 10 դասարան եմ ավարտել, 10-ի այում եմ եղել, ավարտել եմ 1977 թվականին։ Իմ էջում իմ դասընկերներ կան, ինձ հետևում են։ Ժողովուրդ ջան, ուրեմն այ ուշադիր մի հատ էլ լսեք։ Պատերազմը հաղթում են միայն թղթի վրա։ Ընդ են որ կռվում են, տուն են գրավում, քաղաք են գրավում, եսիմ գյուղ են գրավում, դա ոչ մի կապ հաղթանակի հետ կապ չունի, ընդհանրապես չունի։ Պատերազմը հաղթում են թղթի վրա, պետք է թղթի վրա գրանցվի, որ ես հաղթել եմ, դու պարտվել ես։ Հիմա այսքան որ ասում են Քոչարյանը, մեկ պատերազմ են հաղթել, տղեկ ջան, Քոչարյան ջան, դուք պատերազմ չեք հաղթել։ Մեր ազգը եկել է, կռվել է, տարածքներ է գրավել, բայց պատերազմ չեն հաղթել։ Մեր հյուսային հարևանը, մեր բարեկամը եկել է, ինչ հարել։ Եկել է ձեզ, մեզ և Ադրբեջանին ստիպել է ստորագրենք հրադադարի թուղթ։ Մենք ստորագրել ենք, համաձայնվել ենք։ Մենք հաղթանակ չենք տարել։ Էն որ կրկնում եմ, ինչ որ հողեր են գրավել, տարածքներ են գրավել, դա հաղթանակի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Մայիսի 9-ին 45 թվին, եթե Գերմանիան կապիտուլյացիայի ակտ չստորագրեր, այդ հաղթանակը չէր գրանցվելու, ոչ մեկի համար։ Մարդկանց մի խաբեք, հայ ազգին իրար դեմ, ձեր իշխանության գալու համար իրար դեմ մի բարձրացրեք։ Հասկանում եք, այս ժողովրդին ինչի է գցում կրակի մեջ, մի կրակից մի կերպ պրծել են, գցում եք մեկ ուրիշ կրակի մեջ։ Ուրեմն 94 թվին հրադադար, 2016 թվին Ադրբեջանը նորից հարձակվեց, ընդեղ եսիմ Սերժի ասած մի 800 մետր անպիտան հող, ես էլ եմ համարում անպիտան հող, Ադրբեջանը գրավեց, էլի հրադադար, չկա հաղթանակ։ 2020 թվին 44 օրյա պատերազմը, էլի նույն մեր հյուսային հարևանը եկավ ինչ արավ։ Եկավ էլի երակոմ հրադադար նորից բանարին ստորագրեցին, թողին գնացին ամեք իրանց գործին։ Տարածքները ինչ որ մի մասը անցավ Ադրբեջանին, բայց էլի չկա հաղթանակ։ Ոչ Ադրբեջանին կա հաղթանակ, ոչ Հայաստանին։ Եթե Հայաստանը մինչև 2020 թիվը եղել է հաղթանակած կողմ և ոչ մի անգամ չի արել, չի փորձել Ադրբեջանին ստորագրել տա ինչ-որ մի թուղթ, որ ինքը պարտված է, որ Ղարաբաղի էս մի հարց է, մի տարածքի հարց է, մի հարցը, դա ոնց կարա կոչվի հաղթանակ, դա հաղթանակ չկա։ Տարածքը հաղթանակ չի, տարածքը չի հաղթանակը թղթի վրա է, հասկանում ես։ Ինձ տուր թղթի վրա ստորագրած մի տարածք, բայց այդ տարածքում թող ապրեն ուրիշ մարդիկ, ես համաձայն եմ, նա իմ սեփականությունն է լինելու, հասկանում եք, իսկ եթե չկա,
հաղթանակ չի։ Ուրեմն ինչ կատարվեց։ Ադրբեջանը հասկացավ, որ ինքը հաղթանակած կողմ չի, այդ նույն խապկանքն է, ինչ որ եղել է 94 թվին, 2016 թվին, Ադրբեջանը ինչ արավ։ Սկսեց Հայաստանի վրա մեկել հարձակումներ, որ Հայաստանը ստորագրի նման բան։ Բոլորը տեսել եք, չէ՞, ուղղակի ձեզ, մեզ, մեր գեներալները, մեր ղեկավարները ճիշտ չեն մեկնաբանում, որ մարդիկ հասկանան։ Պետք է սխալ մեկնաբանություններ, որ մարդիկ ասեն, բա մեր հողերը, մեր տարածքները կորցրինք Նիկոլի խաթր կամ Քոչի խաթր կամ Սերժի խաթր, հասկանում եք։ Դրանց պետք է այդ իշխանություն պահելու համար պետք է նման խոսքեր ժողովրդի մեջ, ոչ թե ճիշտը ասեն ժողովուրդը հասկանան, հաղթանակը որն է, մեկը որն է, մեկը որն է։ Ադրբեջանը հասկացավ, որ ինքը հաղթանակած կողմ չի, ուղղակի նորից նույն վիճակի, նույն կարգավիճակն է, ինչ որ եղել է, թեկուզ տարածք իրա ձեռն է, բայց հաղթանակ չկա, գոյություն չունի։ Որոշեց ինչ անի։ Որոշեց Ղարաբաղի տարածքում, քանի որ Հայաստանի հետ չի ստացվում, 1-2 փորձ արեց, չստացվեց ոչ մի բան, Հայաստանը չգնաց նման քայլի, այսինքն կապիտուլյացիայի ակտ չի ստորագրում, որ Ադրբեջանը արդեն իրան ճանաչի հաղթանակ։ Ադրբեջանը որոշեց նորից պատերազմ սկսի Ղարաբաղի դեմ։ Ղարաբաղի դեմ մեկ օր պատերազմ սկսեց, Ղարաբաղի ղեկավարությանը տարավ, Եվլախում նստացրավ, կապիտուլյացիայի ակտը ստորագրել տվավ, որ պարտված են, չէ՞, բոլորը տեսակ ձեր աչքով, այդ էր Ադրբեջանի հաղթանակը գրանցվեց այդտեղ։ Դրանից հետո ինչ սկսվեց։ Սկսվեց Հայաստանի հետ խաղաղության մասին խոսալու զրույց։ Հայաստանը չկա այդ արանքում արդեն։ Ղարաբաղի հետ հարցը լուծեց, Ղարաբաղը ստորագրեց կապիտուլյացիայի ակտ, այսինքն, որ ես պարտված եմ, հեռուստատեսությամբ էլ հատուկ ադրբեջանցիները ստիպեցին, որ ասեն, որ Ղարաբաղը լուծարվում է։ Դուք լսեցիք, չէ՞։ Ես լինեի այդ դիկտորը, այն աղջիկը որ ասում էր, ես կկախվեի, բայց չէի հայտարարի։ Բայց մարդ ճարեցին, որ հայտարարի, չէ՞։ Հայտարարեց։ Այ հաղթանակը այդտեղ արդեն Ադրբեջանը գրանցեց։ Մեր հայերն ինչ արին, պարտվածները այն ժամանակվա 94 թվի, սարքեցին բոլոր ղարաբաղցիների գլխին, որ հանկարծ Ադրբեջանի քաղաքացի չդառնան, որովհետև իրանց դա ձեռք չտալի, դա իրանց պլանների մեջ չկա։ Ամբողջ Արցախը հայաթափեցին։ Դուք կարող եք ասեք, թուրքը հայաթափեց։ Ոչ, թուրքը ժոսկի իրա երկրում, ժոսկի գործողություններ անում, որ պարյադք ստեղծի։ Իսկ հայը, Քոչարյանը եւ մեր գեներալները, Սեյրան Օհանյանը, ես սա ասում եմ, այսօրվա Սեյրան Օհանյանի, որ բանում պարլամենտում խոսում էր, որ ասում էր դերև թրջեք, ներքև թրջեք, մեկա դուք եք մեղավոր է, ես սա դրա համար եմ ասում, որ մարդիկ հասկանան, այ դրանք այդ վիճակի մեջ գցեցին Ղարաբաղցիներին թույլ չտվին Ադրբեջանի քաղաքացիությունը ստանան, ընդեղ համերաշխ ապրեն այ մարդ։ Ընդեղ ապրեն մարդիկ։ Ամբողջ աշխարհում ամեն տեղ տարբեր տեղեր, տարբեր ազգեր չեն ապրում են։ Համերաշխ չեն ապրում մարդիկ, ապրեն։ Ադրբեջանը այդտեղ իր հաղթանակը գրանցեց եւ վերջ Հայաստանին ասեց, ես քո հետ պրոբլեմ չունեմ, մենք գնում ենք
խաղաղության։ Պարոն Փաշինյան ասեց, ես համաձայն եմ, գնանք խաղաղության, գնանք ստորագրենք։ Գնացին ստորագրեցին, բայց արդեն Ամերիկայի հետ։ Այս մեկի հետ չգնացին ստորագրեն։ Հիմա ժողովուրդ ջան, ես ճիշտ է մի քիչ ռիսկ եմ անելու, բայց ասելու եմ։ Հիմա նայեք, մեր այս հյուսային մեր ընկերը այն մեկի վրա հարցակվել է, չէ՞, ես մտածված անուններ չեմ տալի, դուք կճոկեք։ Հարցակվել է, ինչ որ տարածքներ ագրավել, չէ՞։ 5 տարի է կռիվը, ասենք, չի պրծնում, չէ՞։ Գիտեք, չէ՞ չի պրծնում։ Որովհետև այն մի կողմը չի ստորագրում, թղթի վրա չի ասում, հա լավ, ես պատերազմը դադարեցնենք, ես տարածքները տալիս եմ քեզ, հանձնում եմ քեզ։ Նույնիսկ Ամերիկան է նրան ստիպում, որ նա հանձնի, նա չի հանձնում։ Որովհետև գիտի, իշխանությունը փոխվեց, ով եկավ ստեղ այս մեր հյուսային երկրում իշխանության, նա այդ տարածքները հետա տալու։ Նույն Ղարաբաղի վիճակն է էլի լինելու։ Հետա տալու այդ տարածքները։ Խոսքս հիշեք բոլորդ էլ։ Իշխանություններ, Նիկոլ Փաշինյան ջան, դու էլ հիշի այս ինչ ասում եմ։ Հետա տալու։ Քոչարյան դու էլ հիշի, Սամվել Կարապետյան դու էլ հիշի, որ հիմա ուզում եք մեր ազգին մի հատ նորից տանեք ընդեղ։ Ընդե էլ բան չկա անելու, ձեր ցավը տանեմ, ընդե տանելու բան չկա։ Ես դաժե 100% վստահ ասում եմ, 100% վստահ ասում եմ։ Ուրեմն եթե Գազպրոմն էլ այդ նացիոնալիզիրված ծառվի, չէ՞, լինի հայկական։ Հայաստանի քաղաքացին վճարելու է ոչ թե $400 կուբի համար իր տանը, այլ մաքսիմում $200։ Հավատացեք, մաքսիմում։ Խնդրելու են, որ մենք այդ գազը իրենցից առնենք։ Խնդրելու են։ Չեք հավատում, ես հավատում եմ տես բաներին։ Անկախ պետություններին բոլորն էլ հարգում են, իսկ կախված պետություններին նրանք շան տեղ չեն դնում, ստրուկի տեղ։ Այ ոնց հիմա նորից ուզում են տանեն մեզ կողեն կախման մեջ։ Հələ սաղ աշխարհը արդեն փախել է։ Այդ երցավը տանեմ։ Դու մի բան էլ ասեմ։ Ես սա դաժե նույնիսկ մեր կառավարությանն եմ ասում։ Լավ հիշեք, միջև տարեվերջ ու պատրաստվեք, միջև տարեվերջ Հայաստան է վերադառնալու այս երկրից, միջև այս տարեվերջ, մի 300,000 քաղաքացի վերադառնալու է։ Խոսքս ես ասի, անցած տարվա համար Նիկոլ Փաշինյանն ասեց, ելք ու մուտքերի բանով 8500 մարդ առաջի անգամ ավել ունենք գրանցված, այս 26 թվին, պարոն վարչապետ, 300,000 մարդ ավել ունենալու ես Հայաստանում գրանցված, պատրաստվի, որ այդքան մարդկանց կարողանաք սնունդով, բանով ապահովեք։ Նրանք գալու են իրաց տները առնելու են բան, նրանք ձեզանից դեսպաներ չեն պահանջելու, բայց դուք պատրաստվեք երկրի համար, որ սնունդով, բանով կարողանաք երկիրը ապահովեք։ Հիշեք, ես ասում եմ, դուք հիշեք, լսեք։ Տենց էլ լինելու է։ Վերադառնամ մեր նույն հարցին, այն մի պետությունը չի ստորագրում այդ ակտը։ Չի ստորագրում։ Սա դուք գիտեք, թե ուզում է կռվի, սա դեռ 3 տարի առաջ արդեն չէր ուզում, սա ստիպված է կռվում, ստիպված, որ միգուցե համաձայնվի այդ կապիտուլյացիայի ակտ ստորագրի, այդ տարածքները գոնե այսքան ժամանակ, որ կռվել են, մնա։ Բայց նա չի ստորագրում։ Հասկանում եք։
Նա չի ստորագրում ու չի էլ ստորագրելու։ Գիտեք ինչի համար չի ստորագրում։ Որովհետև Իրան ուժեղ ֆինանսավորողներ կա այդ պատերազմի համար։ Դե հիմա գալիս է մենտոճկեն, որտեղից սկսել եմ։ Երբ որ Հայաստանը կռվում էր Ադրբեջանի հետ, Հայաստանին ինչ որ մեկը ֆինանսավորեց, հա? Ամեն մի հայը $27 տվե։ Ուզում էիք այդ Հայաստանը կարողանա կռվի են համաշխարհային մանյակների դեմ։ Օհանյան, այդ Թոփալ Օհանյան, դու պատասխանի հլա ես հարցին։ Քեզ է Շուշին ամսի 3-ին շատ մարդ չգիտի, նոյեմբերի 3-ին Արայք Հարությունյանը Շուշու պաշտպանությունը քեզ ստանձնեց, դու էլ ընդունեցիր։ Չէ՞։ Ամսի 4-ին ինչի փախար Շուշիից։ Հիմա ասում ես Հայաստանն է մեղավոր։ Հայաստանը ոչ մի բանում էլ մեղավոր չի։ Եթե դուք Հայաստանին տարել եք ընդ քաքի մեջ գցե, անօրինական։ Ինչի եք կարծում, թե նոր իշխանություն պետք է Հայաստանում գա ու Հայաստանը այդ ձեր կերած քաքը սխալ անօրինական օրենքները պետք է գա պաշտպանի։ Ոչ, չի լմտենց։ Հարգելի գեներալներ ջան, են որ ասում ենք մեզ զինվորական չենք ունեցել Քոչարյանի բանի ժամանակ, գեներալ, ինչքան կռազի շոֆեր կա, հաստուղ կար, բան կար, սա գեներալներ տարան։ Կռազի շոֆեր Էշմիածնեցի Մանվելը գնաց գեներալ տարավ։ Մոսին հաստուղ ա եղել, փռլճի, իմ պապի նման։ Գեներալ տարավ։ Լաղարաբաղը միրա տունն էլ մի քանի անգամ պետության վրա ծախեց, նորից նվեր ստացավ։ Ինչեր կա ժողովուրդ ջան։ Այս սենց բաներ, ժողովուրդ ջան, իմացեք։ Հասկացաք, չէ՞ միտքը։ Չկա փաստաթուղթ, ստորագրած։ Չկա հաղթանակ, գոյություն չունի, ոչ այս կողմի համար, ոչ այն կողմի համար։ Ադրբեջանը վերջի մոմենտը հասկացավ ու գնաց ճիշտ ճանապարհով։ Իրա գործը հենց Ղարաբաղի հետ էլ բան արավ, Հայաստանին հանեց արանքից։ Ու ճիշտ արավ։ Իրա պետության մեջ էր այդ ամեն ինչ կատարում։ Եթե Քոչարյանը սխալվել էր Հայաստանին կողել էր այդ պատերազմի մեջ, որպես պատերազմի մաս, Ադրբեջանը վերջում հասկացավ, որ դրանով հենց խապկան քթ է եղել։ Հայաստանին հանեց արանքից, Ղարաբաղցիներին տարավ Եվլախում ստորագրել տվավ, ասեց ձեր անկախ պետությունը այլևս գոյություն չունի։ Ես ինչ եղել եմ ասում, ես սա ուրախ չեմ ասում, ես ասում եմ, որ ժողովուրդը հասկանա, մարդիկ հասկանան։ Եվ վերջ։ Լավ եղեք ժողովուրդ ջան, մինչ երեկո։